ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Դոհայում հանդիպել են Կատարի վարչապետի հետ քննարկելով Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններում վերջին զարգացումները, իրավիճակը Մերձավոր Արևելքում և հատկապես Լիբանանում։ Կատարը հայտնել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև տեխնիկական բանակցությունները շարունակվում են, սակայն բարձր մակարդակով հանդիպումներ նախատեսված չեն։ Ամերիկյան կողմի հետ հանդիպումից հետո կատարցի միջնորդները բանակցություններ կանցկացնեն Թեհրանի պատվիրակության հետ։ Ըստ Իրանի արտգործնախարարության խոսնակի, քննարկման առանցքում կլինեն Վաշինգտոնի և Թեհրանի պայմանավորվածությունները, ինչպես նաև իրանական ակտիվների ապասառեցումը։ Ավելի վաղ Կատարի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ իրանական սառեցված ակտիվներից $6 միլիարդ դեռ չի փոխանցվել Թեհրանին։ Այդ հարցը կախված է բանակցությունների ընթացքից։ Իր հերթին Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը նախընտրում է բանակցությունները, բայց պատրաստ է նաև ռազմական բախման։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների կողմից շրջափակման պատճառով Իրանը չէր կարողանում նավթ արտահանել, սակայն վերջին 10-12 օրվա ընթացքում երկրից արդեն 40 միլիոն բարել նավթ է արտահանվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի զինված ուժերը կմնան Լիբանանի հարավում այնքան, մինչև Հզբոլահի սպառնալիքը չվերանա։ Նա նաև նշել է, որ Իսրայելն արդեն 2 անգամ հարձակվել է Իրանի վրա ոչնչացումից խուսափելու համար, և անհրաժեշտության դեպքում դա կանի 3-րդ անգամ։ Նեթանյահուի խոսքով պատերազմը երբեք չի ավարտվում և գոյատևելու համար հարկավոր է ուժեղ լինել։ Նա հավելել է, որ Իսրայելը պետք է աստիճանաբար հրաժարվի Միացյալ Նահանգների ֆինանսական աջակցությունից։ Նեթանյահուի պնդմամբ երկրի տնտեսությունն արդեն բավական ուժեղ է առանց արտաքին միջամտության գործելու համար, և այդ գործընթացը պետք է սկսվի արդեն այս տարի։ ԱՄՆ գերագույն դատարանը հաստատել է, որ Միացյալ Նահանգներում ծնված անձինք ունեն ավտոմատ քաղաքացիության իրավունք։ 2025 թվականի հունվարին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, փորձելով սահմանափակել այս իրավունքը։ Դեմոկրատների կողմից վերահսկվող մի շարք նահանգներ անմիջապես դատական հայցեր էին ներկայացրել հրամանագրի դեմ։ Թրամփը քննադատել է դատարանի որոշումը, պնդելով, որ դա շատ վատ է երկրի համար։ Նա խոստացել է պայքարել և Կոնգրեսում օրենսդրական փոփոխությունների միջոցով հասնել այդ իրավունքի սահմանափակման։ ԱՄՆ սահմանադրության 14-րդ փոփոխությամբ երկրում ծննդյան իրավունքով քաղաքացիություն է տրամադրվում 1868 թվականից։ Հուլիսի 1-ին Ղազախստանում ուժի մեջ է մտել նոր սահմանադրությունը, որը հանրաքվեով հաստատվել էր մարտին։ Միաժամանակ դադարել է գործել երկպալատ խորհրդարանը, որը բաղկացած էր Մաջլիսից և Սենատից։ Ըստ սահմանադրության խորհրդարանը կլինի միապալատ և կունենա 145 պատգամավոր 5 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նոր սահմանադրությունը նաև նախատեսում է փոխնախագահի պաշտոնի ստեղծում խորհրդատվական մարմինների բարեփոխումներ։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է հայրենակիցներին նոր սահմանադրության ուժի մեջ մտնելու կապակցությամբ, դա անվանելով դարակազմիկ իրադարձություն։ Այս օրը նշանավորում է քաղաքական համակարգի հիմնարար վերակառուցումը և պետության ու քաղաքացիական հասարակության հիմնական ինստիտուտների վերափոխումը, ընդգծել է Տոկաևը։ Աֆղանստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է։ Թալիբանը հայտարարել է Բելուջիստանի նահանգում թիրախների հարվածելու մասին, որի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել։ Պակիստանի զինված ուժերը հայտնել են, որ 4 անօդաչու թռչող սարք են խոցել, զգուշացնելով հետագա սադրանքները համարժեք պատասխանի կարժանանան։ Հունիսի 28-ին և 29-ի գիշերը Պակիստանն էր հարվածել Աֆղանստանին, հայտարարելով, որ ոչնչացրել է 29 զինյալի, ինչպես նաև զենքի և զինամթերքի պահեստներ։ Աֆղանստանը հայտնել է, որ հարվածների հետևանքով 38 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 160-ը վիրավորվել։ Իսլամաբադը Քաբուլին մեղադրում է Պակիստանում հարձակումներ իրականացնող ահաբեկիչներին ապաստան տալու համար։ Թալիբանը հերքում է մեղադրանքները հարձակումները որակելով չհրահրված։ Կողմերը 2025 թվականի հոկտեմբերին համաձայնել էին հրադադարի, սակայն այն պարբերաբար խախտվում է։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։